Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մարտի 27-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես ուզում եմ նորից կենտրոնանալ մեր ներքին իրավիճակին, ներքին զարգացումներին, քանի որ մեզ սպասում են ընտրությունները, բոլորդ գիտեք, ու այն լարված վիճակը, որը հիմա ձևավորվում է մեր երկրի ներսում, շատ մտահոգում է ինձ։ Այն միջադեպերը, բանավեճերը կոշտ շատ լարված, Նիկոլ Փաշինյանի միջև և առանձին քաղաքացիների միջև, երեկվա միջադեպը Ալեն Սիմոնյան, ինչ-որ քաղաքացիներ, մի քանի քաղաքացի։ Այս միջադեպերը ցույց են տալիս, որ լարված վիճակ է, կամաց ձևավորվում էլ ավելի լարված վիճակ Հայաստանում ու ցույց են տալիս, որ առանձին դեպքերում այդ լարվածությունը արհեստական բնույթ է կրում։ Առանձին դեպքերում ակնհայտ երևում է, հուզող հարցեր են, մարդիկ դժգոհ են, ինչ որ դժգոհություն արտահայտում են, ստանում են պատասխան բավարար չեն, բանավեճ է բացվում, բայց առանձին դեպքերում ակնհայտ սադրանքային բնույթ են կրում և արհեստական բնույթ։ Ուրեմն մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, որտեղ է սադրանքը, որտեղ որ իրոք մարդիկ դժգոհ են, ու այդ դժգոհությունը արտահայտում են, ինչը նորմալ է, հենց դրա վկայությունը նա է, որ մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով։ Նաև մի քանի կարևոր նորությունների մասին ես այսօր ձեզ կասեմ, բայց անպայման կուսումնասիրենք այդ մի քանի դեպքերը ու ինչով իրանք խանգարում են կենտրոնանալ այն ծրագրի վրա, որը ներկայացնում է կառավարությունը, այն թեզերի վրա, որոնք ներկայացնում է օրինակ վարչապետը, խանգարում են կենտրոնանալ այդ հարցերի վրա։ Ու միջադեպերը ավելի շատ այդ դեպքում արձագանք են ստանում ու շեղում են մեր ուշադրությունը գլխավոր հարցերից, ինչը անչափ վտանգավոր է Հայաստանի համար։ Ակնհայտ է ինձ համար, որ Ռուսաստանը ուզում է տիրել Հայաստանով։ Ուզում է ամեն ինչ անել, որ պրոռուսական ուժերը ընտրվեն։ Ու քանի որ տեսնում են, որ չի ստացվում գործող իշխանությունների վարկանիշը այնուամենայնիվ այսօր էլ բարձրն է, գնում են երկրորդ սցենարի, փորձում է Ռուսաստանը իր կողմնակիցների միջոցով, իր տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով, այլ մեխանիզմներով ներսում ծանրագույն վիճակ ստեղծել, դելեգիտիմացնել ընտրական process-ը։ Դա շատ վտանգավոր է մեզ համար, ու այդ վտանգի մասին մենք պետք է բաց խոսենք, չթաքցնենք մեր հասարակությունից, քանի որ իրոք մարդիկ առանձին դեպքերում դժգոհ են, արտահայտում են այդ դժգոհությունը, այդ միջադեպերի արձագանքները ես ուսումնասիրում եմ, նայում եմ, մարդիկ հաճախ չեն հասկանում ինչ է կատարվում, ուրեմն մեր դերը, հենց կարևոր դերը նաև փորձագետների բացել փակագծերը։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, մի քանի նորություններ կան մեր ներքին քաղաքականության հետ կապված, կասեմ, հետո կանցնեմ այդ գլխավոր թեմային։ Ուրեմն մի դեպք եղավ, որը իրոք չի կարող չի մտահոգել, պարզ դարձավ, երբ որ մեր արտգործնախարարը Առատ Միրզոյանը պատասխանում էր պատգամավորների մեկի հարցին, 3 չառաջորը կառավարական ժամում։ Ուրեմն պատգամավորներից մեկը քաղ պայմանագրից, իշխող ուժից բարձրացրեց մեկ հարց։ Այդ պատգամավորը մեր պատվիրակության հետ Մոսկվայով պետք է գնար կենտրոնական ասիական երկրներից մեկին, եթե չեմ սխալվում, այնտեղ ԱՊԵ երկրների պարլամենտական վիայժողովի նիստներ թե ինչ էր։ Ու թույլ չտվեցին տրանզիտով Ռուսաստանով անցնի այդ պատգամավորը։ Ես ինչքան հասկացա, այդ պատգամավորը նոն գրատա է Ռուսաստանում, անցանկալի անձ, ես այդպես հասկացա այդ պատգամավորի հարցը, որը ինքը բարձրացրեց Առատ Միրզոյանի առջև, քաղ պայմանագրից։ Առատ Միրզոյանը պատասխանեց, որ պարզ է դիվանագիտական խողովակներով մենք կճշտենք, այդ ինչի հետ է կապված, որ Հայաստանի Հանրապետության պատգամավորը
իրան թույլ չտվեցին տրանզիտով մտնի Ռուսաստան, ու Ռուսաստանը ոչ թե երկիր մտնի, այլ տրանզիտով գնա այլ երկիր։ Շատ հետաքրքիր պատասխան տվեց Արարատ Միրզոյանը, որ կուսումնասիրենք, անպայման կճշտենք, բայց ինքը ասաց, որ եղել են էլի դեպքեր, երբ որ մեր պաշտոնական պատվիրակությունների անդամներին թույլ չտվեցին տրանզիտով անցնել Ռուսաստանով գնալ այլ երկրներ։ Դա լուրջ աղազանք է, լուրջ փաստեր են, պետք է մեր իշխանությունները մտածեն այդ փաստերի մասին։ Ես ավելին ասեմ ձեզ, ինձ շատ զարմացրեց, որ մեր պաշտոնյաները օգտագործում են Մոսկվայի միջոցով տրանզիտ այլ երկրներ։ Դա անվտանգության հետ է նաև կապված, քանի որ մենք տեսնում ենք ոչ բարիդրացիական քայլեր անում է Ռուսաստանը մեր նկատմամբ, վաղուց է այդ այսօրվա պատմությունը չի։ Ինչի եք առնում տոմսեր Ռուսաստանի միջոցով մեկնում այլ երկրներ։ Միգուցե այստեղ գնային հարցեր կան, ավելի էժան են տոմսերը, բայց անվտանգային հարցերը շատ ու շատ ավելի կարևոր են։ Մյուս հարցը, ինչքան ես հասկացա, երեկվա բրիֆինգից Նիկոլ Փաշինյանի, որի մասին այսօր անպայման կխոսենք, զորահանդես պլանավորում է մեր կառավարությունը անցկացնել մայիսի 28-ին։ Այո, այս կառավարությանը շատերը մեղադրում են ընդդիմադիրները, նաև այդ պրոռուսական ընդդիմադիրները, որ քիչ ուշադրություն են դարձնում մեր պաշտպանությանը զենք զինամթերքի հարցերով, այլ հարցերով, անվտանգային հարցերով։ Ու ես կարծում եմ հենց զորահանդեսը դրա համար էլ պլանավորում է իշխանությունները անցկացնել։ Դրա մեջ տրամաբանություն կա ցույց տալու, որ մենք աշխատում ենք, բայց առաջի անգամ մենք իմացանք երեկվա հարց ու պատասխանի ժամանակ, բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի։ Ավելին, ինչքան հասկացա, Նիկոլ Փաշինյանը դիմեց Պուտինին հանդիպման համար։ Ես չեմ բացառում, որ այդ հանդիպումը միգուցե պլանավորում են անցկացնել մայիսի 9-ին կողմերը, ես չեմ բացառում, որ Ռուսաստանը հատուկ մայիսի 9-ին կդնի, որ Նիկոլ Փաշինյանը այդ հաղթանակի շքերթին մասնակցի Ռուսաստանի մայիսի 9-ին։ Խորհուրդ չեմ տալիս գնալ նորից, ոնց միշտ խորհուրդ չէի տալիս, բայց իշխանությունները ավելի ռեալ կյանքով են ապրում, ստիպված են ինչ-որ քայլեր անել, բայց Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը դիմել է Պուտինին հանդիպման համար։ Ես այդպես հասկացա հարց ու պատասխաններից, ավելին Նիկոլ Փաշինյանը հաստատեց այն մեր ենթադրությունը, որը մենք արել ենք 2 օր առաջ, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտին Նիկոլ Փաշինյան, որը եղել է 2 օր առաջ, քննարկվել են հարցեր կապված Ռուսաստանի երկաթ գծերի հետ կապված, իրենց կոնցեսիայի հետ կապված։ Ես պետք է ասեմ, որ այն խումբը Եվրոմիության, որը պետք է գա ապրիլին 2 շաբաթով Հայաստան մեզ օգնի հիբրիդային պատերազմի դեմ պայքարում, նաև ընտրության հետ կապված, այդ խումբը կգա, քանի որ Եվրոմիության հանձնաժողովի որոշումը դեռ քիչ է, անպայման պետք է արտգործնախարարների նիստով հաստատվի բոլոր եվրոպական երկրների կողմից ու բարեբախտաբար հաստատվեց 2 օր առաջ, ոչ մի եվրոպական երկիր, նաև այդում Հունգարիան վետոյի իրավունքը չօգտագործեցին ու բացատրական մասում այս քայլի աջակցության Հայաստանը հստակ նշված է, որ հենց Ռուսաստանի հիբրիդային հարձակումներից պետք է պաշտպանվի Հայաստանը։ Շատ կարևոր բան ասեց Սուրեն Պապիկյանը, մեր պաշտպանության նախարարը, երբ որ ինքը հարց ու պատասխանի ժամանակ կառավարությանը պատասխանում էր մեր պատգամավորների ազգային ժողովում հարցերին, կառավարական ժամի ժամանակ։ Ինքը գիտեք ինչ ասեց, որ մի շարք բարձր աստիճան սպաներ դուրս եկան համակարգից, քանի որ իրենց զավակները ունեին այլ երկրների քաղաքացիություն։ Նո հասկանալի է, ինչ է դա կապված, ծառայության հետ բանակում եւ այլ։ Ու ինքը ասեց հիմա դրական տենդենսներ են, շատերը ուղղում են այդ սխալները ու վերադառնում են համակարգ, մի մասը էլի կվերադառնա։ Գիտեք, այդ
Սուրեն Պապիկյանի ասածը ես կապում են շատ կարևոր բանի հետ։ Հիշում եք, մենք ասում ենք, որ պետք է անցկացվի լյուստրացիա։ Լյուստրացիան օգնում է, որ մեր պաշտոնյաները սխալներ չանեն, որ մեր պաշտոնյաները օրինակ խոցելի չլինեն։ Եթե մեր, ասենք, գեներալի, ինչ որ գեներալի, երեխան, ասենք, այլ երկրի քաղաքացի է, դա վտանգ է պետության համար։ Այդ շանտաժի բուն է, պրովոկացիայի, սադրանքի բուն է։ Ուրեմն այս անվտանգային շատ կարևոր բաղադրիչներ կամաց մտցվում են մեր համակարգերի մեջ, կարելի է միայն ողջունել, հույսով եմ, որ նաև իրականացումը այդ նորությունների էֆեկտիվ կլինի, լավ կլիներ ընդհանուր օրենք ընդունել, բայց նույնիսկ առանձին նախարարություններում պաշտպանության այս ձևի մեխանիզմը ցնումը միանշանակ դրական է։ Ես պետք է ասեմ, որ մեր քաղաքացիներին պետք է զգուշացնեմ, որ Եվրոմիության շրջանակներում ներսում շատ խստացրել են այս միգրացիոն խաղի կանոնները։ Շատ ու շատ ավելի լիբերալ ազատ են մոտենում նախկինում, եթե մարդիկ գնում էին, խախտում էին խաղի կանոնները, մնում էին Եվրոպայում, ավելի մեղմ էին վերաբերմունքը, քան թե հիմա։ Հիմա կոշտ ձևով դեպորտ են անում, ավելի հեշտացված տարբերակով, հետ են ուղարկում։ Օրինակ, մի ամիս առաջ պարզվում է, որ բավական մեծ խումբ մեր քաղաքացիների, մոտավորապես 130 հոգի հետ վերադարձվեց Գերմանիայի կողմից։ Ինչի հետ է կապված։ Մենք ինչու պետք է մեր քաղաքացիները, ես ինչի հետ է կապված, որ ես թեման բարձրացրեցի։ Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ ինչ իմաստ ունի խաղի կանոնները խախտել, դառնալ non grata, անցանկալի անձ Եվրոպայում, եթե իրոք վիզաների ազատականացման process-ը Հայաստան Եվրոմիություն թափով գնում է։ Ես չեմ ասում 2 տարուց կունենանք ազատ վիզա, բայց շատ հավանական է 4 տարուց, որ կունենանք 3-4 տարուց։ Ուրեմն ինչի խախտեք խաղի կանոնները, ես չեմ հասկանում դրա իմաստը։ Ուրեմն մեր քաղաքացիները պետք է հասկանան, նույնիսկ եթե ստանում են եվրոպական վիզան, Շենգեն վիզան, պետք է խաղի կանոնները հարգեն, որ չընկնեն այդ սանկցիաների տակ։ Ու հիմա իմ կարծիքը ուզում եմ ասել, ինչի հետ է կապված այդ լրացուցիչ լարվածությունը մեր ներսում, մեր երկրի ներսում։ Այո, նախընտրական փուլը վաղուց է սկսվեց, նախընտրական կոմպանիայի ժամանակ միշտ էլ լարված է վիճակը, դա շատ հասկանալի է, նույնիսկ ամենազարգացած դեմոկրատական երկրներում, բայց մեզ մոտ արհեստականորեն էլ ավելի ուժեղ լարվածությունը մտցվում է։ Ուստեղ մեծ դեր է խաղում Ռուսաստանը, իրանց լրատվամիջոցների աշխատանքը մեր դեմ, ապա տեղեկատվությունը, որը տարածվում էր ու թափով հիմա էլ շարունակվում է, բոլորդ գիտեք, պաշտոնյաների իրանց հայտարարությունները եւ կառավարության դեմ, եւ Հայաստանի ժողովրդի դեմ, այդ բոլորդ գիտեք, հիմա գումարվեց նոր վտանգ, որ ինչ որ հավաքագրում է գնում, ինչ որ մարդկանց բերել ստեղ, որ քվեարկեն ու աղավաղեն մեր ընտրական համակարգը ֆալսիֆիկացիաներով, փողով եւ այլ, ու հաստատվում են այդ փաստերը, ցավով պետք է ասեմ, դա վտանգ է մեզ համար, բայց այնուամենայնիվ այդ քայլերից հետո էլ այն հարցումները, որոնք անցկացնում են տարբեր ընկերություններ, նաև այդում վստահելի ընկերություններ, ովքեր անցկացնում են հարցումները Հայաստանի ներսում, այդ հարցումները հստակ ցույց են տալիս, որ գործող իշխանությունները ունեն մեծամասնություն ու ամենակարևորը առաջի տեղում են մեծ տարբերությամբ երկրորդ, երրորդ տեղերում գտնվող պրոռուսական ուժերի այդ հարցումները ցույց են տալիս։ Այս Ռուսաստանը տեսնում է, որ իր այս արշավը Հայաստանի պետության դեմ, իշխանության դեմ արդյունք չի տալիս։ Ու իմ կարծիքով միացրեցին երկրորդ սցենարը։ Որն է դա։ Դա Ղարաբաղի սցենարն է։ Հիշում եք, ինչ էր կատարվում Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերից առաջ։ Իրար դեմ լարեց Ռուսաստանը Ղարաբաղի էլիտան։ Հիշում եք կռակոցները Ղարաբաղում իրար դեմ, հիշում եք պահանջ, որ գործող
ընտրված նախագահ Արայիկ Արությունյանը հրաժարական տա, այդ ամեն ինչը հիշում եք դուք, դա Ռուսաստանի հրահանգով էր դա արվում։ Իրանք ասում են մեր ռուսական մարդուն բերեք, պրոռուսական մեկ ձեզ կաջակցենք ու խաբեցին։ Ինչու սցենարը նույնն է։ Լեգիտիմությունը հաղթեցին, քանդեցին, Ռուսաստանը քանդեց Ղարաբաղի ներսում, լեգիտիմությունը քանդելուց հետո պարզեր ինչով այդ պատմությունը կավարտվեր։ Հիմա նույն լեգիտիմության ուղղությամբ հարված է հասնում Ռուսաստանը։ Իրոք, եթե այս ձևի ծանր մթնոլորտում գնում է նախընտրական արշավը, այս ձևի բանավեճերով իրար վիրավորելով գնում են նիստերը ազգային ժողովում, դրսում հանդիպումները Նիկոլ Փաշինյանի այլ պաշտոնյաների հաճախ ավարտվում են սկանդալներով։ Այդ ամեն ինչը հրահարվում է Ռուսաստանից։ Ես ավելին ձեզ ասեմ, նույնիսկ մարդիկ, ովքեր մասնակցում են այս սադրանքներում, շատերը չգիտեն, որ իրանք ուղղորդվել են, ուղղորդված են, քանի որ դա արվում է հաճախ շատ նուրբ։ Էդ էլ հաշվի առնելով, որ իրոք կան հարցեր, որտեղ մարդիկ ունեն ասելիք իշխանությունների, ունեն դժգոհություն, բայց միտքս ինչու՞մ է այս ամբողջ լարվածությունը, ամբողջ մթնոլորտը, գիտեք, մի քիչ նույնիսկ վախի մթնոլորտ, այդպես անդուր իրավիճակ վանում է մարդկանց ընտրական համակարգից ու կարող է բերել դելեգիտիմացիայի այդ ամբողջ հարցին ու շատ նման սցենարով Ռուսաստանը փորձում է մեզ տանել դեպի Ղարաբաղի սցենար, երբ որ դելեգիտիմացիան եղավ, դրանից հետո լուծվեցին հարցերը Լեռնային Ղարաբաղի ու դուք գիտեք ոնց լուծվեցին։ Ես հիմա անդրադառնում եմ 1-2 միջադեպերի, որոնք եղան Նիկոլ Փաշինյանի հետ, Ալեն Սիմոնյանի հետ ու իմ մտածելը, իմ մտածած մտքերով ձեզ հետ ուզում եմ կիսվել։ Ես հատուկ երեք նայեցի ուշադրությամբ բրիֆինգը Նիկոլ Փաշինյանի անցկացված երեք լրագրողների համար։ Ինչու՞։ Ի վերջո, ինչ իմաստ ուներ այդ բրիֆինգը լսել, եթե ես ուշադիր լսեցի Նիկոլ Փաշինյանի 3-4 օրվա հարց ու պատասխանը ազգային ժողովում։ Նույնատիպ մեսիջներ ինքը հիմա կուղարկել ու այդպես էլ եղավ, նույնատիպ մեսիջներ ինքը ուղարկեց։ Բայց ինչու ես լսեցի, քանի որ տեսա, որ այնտեղ բանավեճ էր Նիկոլ Փաշինյանի լրագրողներից մեկի հետ, ուղղակի իրար անպատվեցին, ինչ որ կոշտ բանավեճ էր, սկանդալային ու ամբողջ բրիֆինգից հիմա մենք լսում ենք մենակ դրա մասին են խոսում։ Ուրեմն, եթե նույնիսկ կողմերը անկեղծ են, նույնիսկ եթե լրագրողը նպատակ ոչ մի բացասական չուներ, ուղղակի կոշտ դրեց հարցադրումը, բայց պատասխանը Նիկոլ Փաշինյանի եղավ շատ էմոցիոնալ, շատ կոշտ, դա բերեց նրան, որ հիմա մենակ այդ բանավեճին ուշադրություն են դարձնում Հայաստանի ներսում։ Այդ բանավեճը, միջադեպը, լարված վիճակը, անպատվելը Նիկոլ Փաշինյանին այդ լրագրողին բերեց նրան նայ, մինչդեռ այդ բրիֆինգում ու մի օր առաջվա ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ, կառավարական ժամի, Նիկոլ Փաշինյանը կարևորագույն մեսիջներ ուղարկեց հասարակությանը։ Օրինակ մեսիջներից մեկը, որ մեր հռչակագիրը անկախության, դա կոնֆլիկտի հռչակագիրն է։ Ստեղ կարելի է վիճել, քննարկել, ես ունեմ իմ կարծիքը, ասել եմ ձեզ մի քանի անգամ, բայց ինքը ուղարկում է կարևոր մեսիջ, ու այս վերջի ժամանակները այդ մեսիջը ինքը հստակ ներկայացնում է։ Մյուս մեսիջը, որ Ղարաբաղյան շարժումը, որը կար, օգտագործվեց մեր պետականության դեմ, քանի որ Ղարաբաղյան շարժումը բերեց նրան, որ մենք մեր հարևանների հետ վատացրեցինք մեր հարաբերությունները ի օգուտ այլ խաղացողների, իրանք մեզ կոպիտ ասած օգտագործեցին, ստեղել քննարկելու լրջագույն բաներ կան։ Ի վերջո Ղարաբաղյան շարժումը իր մեջ պարունակում էր նաև ժողովրդավարական մասը, ժողովրդավարության ճանապարհը, ու ստացվում է, որ այդ ժողովրդավարության ճանապարհը բացեց ճանապարհ, որ 2018 թվին 2000 լինի հեղափոխություն, ուրեմն մենք պետք է մտածենք դա ինչ է նշանակում, բայց կառավարությունը ուղարկում է այդ մեսիջը մեզ։ Նույնը
կապված Հայաստանի տարածքային ամբողջականության հետ, ռեալությունների հետ, էսա մեր Հայաստանը եւ այլ, այդ նարատիվները կամ խոսույթները, որը մտցնում է Նիկոլ Փաշինյանը, իրենք պահանջում են մեր կողմից արձագանքի ու մարսելու այդ հարցերը։ Իրենք շատ կարևոր են մեր ապագայի համար, խաղաղության համար, ու այնտեղ շատ կարևոր օգտակար եւ կարևոր հատիկներ կան դրական։ Նիկոլ Փաշինյանը, եթե նկատել եք այդ բրիֆինգում, մի քանի անգամ անդրադարձավ լեգիտիմության հարցի։ Լեգիտիմությունը անչափ կարևոր հարց է։ Ցանկացած երկրի համար, ցանկացած իշխանությունների համար լեգիտիմությունը այդ process-ի ընտրական պատահական չի, ինքը զգում է վտանգները։ Ինքը նորից շոշափեց հարցը կապված Ղարաբաղի էլիտայի, որ իրանք փախածներ են, որ իրանք վախկոտ դավաճաններ են, այդ լուրջ մեղադրանքներ են, միտքս ինչու՞մ է, ստացվեց, որ մի միջադեպ ստվերեց այդ կարևոր մեսիջները, որ Նիկոլ Փաշինյանը ուղարկեց, որոնք մենք պետք է մարսենք ու վերադարձնենք նույն կառավարությանը կամ վերադարձնենք մեր մտքերը նույն հասարակությանը։ Կամ մյուս հարցը, որը ես տալիս եմ իշխանություններին, այդ բանավեճը ստվերեց այդ գլխավոր հարցերը, բայց մյուս հարցը ուզում եմ տալ, ինչ իմաստ ունի վարչապետին հարց ու պատասխանի գնալ, որը պարտադիր է սահմանադրության համաձայն ազգային ժողովում կա կառավարության ժամ, գնալ այնտեղ պատասխանել բավական կոշտ դրված ընդդիմադիր պատգամավորների հարցերին, բայց ինքը այնտեղ պատասխանում էր, չէ, համբերատար, ու հետո մի հատ էլ բրիֆինգ անցկացնել։ Դա հոգնածնում է հասարակությունը, ժամանակ չի տալիս կենտրոնանալ։ Ուստեղ իմ առաջարկը որդ է, շատ կարևոր մեսիջներ ուղարկեց Նիկոլ Փաշինյանը վերջի ժամանակներս, բայց երեկվա բրիֆինգում ամփոփ ներկայացնել, որ մարսի հասարակությունը։ Ուրեմն շատ զգուշ պետք է լիներ չընկնել սադրանքների տակ, չմտնել այդ անպտուղ առանձին դեպքերում բանավեճերի մեջ, անչափ կարևոր է։ Օրինակ Ալեն Սիմոնյանի դեպքում ինքը ազգային ժողովից դուրս էր, ժողովուրդը պետք է դա գնահատի, որ բաց են այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը մտնում է ժողովրդի մեջ, Ալեն Սիմոնյանը մտնում են ժողովրդի մեջ, ժողովուրդը պետք է դա գնահատի, բայց ես նկատեցի, մարդիկ, ովքեր ունեն դժգոհություն, ունեն ասելիք, կոշտ բաներ ասելու, դժգոհ լինելու, նորմալ է դա, բայց կան մեջը մեկ, երկու միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր գնում են սրման հարաբերությունների։ Հիմա դժվարանում եմ ասել, դա միտումնավոր է արվում, կամ հասցրեցին այդ մարդուն այս ԶԼՄ-ները լարված վիճակ ստեղծելով, հասցրեցին, որ ինքը, ասենք, անպատվեց ազգային ժողովի նախագահի, ինչը ես համարում եմ անթույլատրելի, ասենք, նսեմացուցիչ ինչ-որ բաներ, խուլիգանական տերմիններ օգտագործել, ուղղակի անթույլատրելի է, բայց նորից կրկնում եմ, այդ միջադեպը ստվերում է այդ մեծ լուրջ աշխատանք ու մեսիջները, որ իշխանությունները ուղարկում են։ Ուրեմն իմ ասածը ուշադիր ու զգուշ լինեք իշխանություններ, քանի որ սադրանքի տեսքով այս ձևի բաներ կլինեն։ Չի նշանակում, որ բոլորը միտումնավոր գալիս են, բողոքում են ու սադրանք է դա, ոչ, շատ ու շատ մարդիկ ասելիք ունեն ու այդ ասելիքները ունեն հիմքեր, դժգոհություն եւ այլ, բայց առանքում կօգտագործեն դա, քանի որ կա Ռուսաստան, որը ուզում է ապակայունացնել։ Ուրեմն իշխանությունների մեսիջները ես առաջարկում են, որ դիպուկ լինեն ու կան, այդ շատ լավ է, տվեք, որ մարսենք, ժողովուրդն էլ դա մարսի, մյուս կողմից զգուշ, իշխանությանը ասում եմ, զգուշ եղեք, անընդհատ բանավեճերի մեջ միք մտնի, քանի որ ես տեսնում եմ առանձին դեպքերում լրագրողները տալիս են հարցեր ոչ թե լսելու համար պատասխան, այլ տալիս են հարցեր, որ իրանց կարծիքը ասեն։ Իրանք դուրս են գալիս լրագրողի ֆունկցիայից։ Օրինակ, ինչ իմաստ ունի ասել, որ լրագրողին, որ 1-2-3 ասեցին, որ մենք չենք տա քաղ պայմանագրի։ Շատ լավ է, ձեր կարծիքն է, մի կտվե։ Ուրիշ մարդը ուրիշին էլ կտա, կարող է քաղ պայմանագրի տա, բայց ինչ իմաստ ունի դա ասել։ Բայց իշխանությանը ես ասում եմ։ Իմացեք, որ ավելի ուշ, էլ ավելի շատ սադրանքներ կլինեն, նպատակաուղղված, ուղղորդված մարդիկ կլինեն, որոնք կուզենան
հունից ձեզ հանել, եսա պայքարը գնում է դաժան, այդ պայքարը տանում են նաև մեր դեմ դրսից, ուրեմն դրա հետ կապված մենք պետք է հասկանանք ու համապատասխան արձագանք տանք, ուրեմն իշխանությունների քայլերը շատ անգամ շատ տրամաբանական են, շատ նպատակաուղղված են, դրա մեջ կա միանշանակ դրական կողմեր, բայց իմացեք իշխանություններ, որ այս ամիսները միջև ընտրությունները շատ ծանր կլինեն, քանի որ նաև ուղղորդված քայլեր կլինեն, նաև հիբրիդային պատերազմի տարրեր կլինեն, նաև այդ սադրանքային քայլեր անմիջական, երբ որ դուք կոնտակտի մեջ կմտնեք այս կամ այն մարդկանց հետ։ Մինչ նոր հանդիպումներ։